Էլի հայրենակիցներ պարզվում է, որ Արևմտյան Ադրբեջանի թեման փակ չէ, իսկ մեզ օգոստոսի 8-ից հետո ամեն օր Հայաստանում քարոզել են, որ այդ թեման փակ է։ Երեք վարչապետը խոսեց այս թեմայով, ի պատասխան լրագրողի հարցին, Բերլինում, Գերմանիայում, հիմա ուզում եմ այս մասը լսեք։ Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, եւ ինքս իրան սկսելու փորձերը օգտակար չէ։ Օգտակար չէ, Ղարաբաղյան շարժումը ավարտվել է։ Որ Ադրբեջանը օգտագործում է անդադ Արևմտյան Ադրբեջան, ինչ-որ հասկանալի տերմինաբանություն։ Հիմա պետք է հասկանալ, որի պատճառն է, որը պատճառ է եւ որը հետևանք է։ Բայց ես ասում եմ, ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի որպեսզի տեղացնի, ես ասում եմ, եկեք, նստենք, միջոցառումների ճանապարհային քարտեզ ուշարկենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետեւ այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական հարումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Ես գիտեմ, որ դա ցավոտ թեմա է, բայց ես քանի որ արդեն ուղերձում ասել եմ դա, ես դա չի կարող ուղղակի շարունակություն չունենա։ Այդ թեմայի շարունակությունը խանգարում է Արևմտյան Ադրբեջանի եւ այս կարգի ինչ որ խոսում ինչ արևմտյան։ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան։ Եվ այո, ընդունում եմ նաեւ, որ եթե մենք ճանաչենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչենք։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն մեծ ցավով ուզում եմ արձանագրենք, որ 7.5 տարի անց այսքան արհավիքից հետո այս խոսակցությունը գիտեք ինչի մասին է, որ մեզ ներկայացնող վարչապետը Նիկոլ Փաշինյանը հիմա էլ այս թեման չի լավ հասկանում, ինչու որովհետև Արևմտյան Ադրբեջանի թեման լրիվ այլ թեմա է եւ այս թեման լավ չհասկանալով բերվում է մի հատ այլ թեմա, որ ինքը լրագրողներին ինտերվյու տալուց առաջարկում է Ադրբեջանին, ասում եմ լավ կլինի թարգմանեք, այսինքն Ալիևին, որ ճանապարհային քարտեզ մշակենք իրար հետ այս երկու թեմաները փակենք, այսինքն Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեման, Արևմտյան Ադրբեջանի ժողովրդի, չկա նման ժողովուրդ, բայց լավ, տենց ասենք, այդտենց են ասում, վերադարձի թեման միասին զուգահեռ փակենք։ Նախ ուզում եմ ասել հետեւյալը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի, Արցախի թեման բացարձակապես կապ չունի, որևէ զուգահեռ չունի Արևմտյան Ադրբեջանի կեղծ նարատիվի հետ։ Ինչու, որովհետև Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը խորհրդային միության ժամանակ ունեցել են ինքնավարություն, ինստիտուցիոնալ իրավունքներ են ունեցել։ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները, որ Ալիևը կոչում է Լեռնային, կոչում է Արևմտյան Ադրբեջանի, Արևմտյան Ադրբեջանը Հայաստանը կոչում, ու այդ ադրբեջանցիներն էլ Արևմտյան ադրբեջանցիներ։ Նրանք ինքնավարություն չեն ունեցել։ Նրանք ուղղակի եղել են այդտեղ փոքրամասնություն։ Նմանատիպ փոքրամասնություն մենք ունեցել ենք հայերին Բաքվում, Շամխորում, Սումգայիթում եւ մյուս տեղերում։ Այսինքն զուգահեռը Արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված հայերն են, ովքեր ապրել են Ադրբեջանում եւ միևնույն ժամանակ նրանք Ադրբեջանից են գաղթել Հայաստան եւ Հայաստանից էլ ադրբեջանցիներին մենք ոստիկանական միգալկաներով իրանց տների փոխհատուցումները տված տարե ճանապարհին գնացել են Ադրբեջան։ Տարբերությունը ֆիքսեք։ Մերոնք գաղթել են բռնաբարված, ջարդված, սպանություններով, պագրոմների արդյունքում, այստեղ մի գալկեքով տարե ճանապարհել են։ Ֆիքսեք էսի։ Մեր բնույթը մարդկային ու իրանց։ Հիմա Փաշինյանի առաջին ֆունդամենտալ սխալը, սերի հայրենակիցներն է, որ ինքը ասում է այս երկու հարցերն իրար հետ փակենք։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Նախ քանի որ այս հարցերը խառնելը, չհասկանալ այս հարցերի տարբերությունը, սա հղիա նոր պատերազմներով, նոր զոհերով։ Եմ որ ինքը խոսում է ինքը խաղաղություն ա բերում, զոհեր բան չեն լինի, հենց այս մասը, որ ինքը չի հասկանում, սա հղիա նոր պատերազմ ու նոր զոհերով։ Այսինքն մենք ունենք մարդ, որ մեր անունից խոսում է, որը չի հասկանում, թե ինչ խնդիր է դրված Ալիևի եւ Ադրբեջանի առաջ, ու ինքը ինչի հետ է համեմատում։ Գնացինք առաջ։ Ուրեմն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի փաստաթղթի ստորագրությունից հետո Հայաստանում ռոպագանդա է եղել, բոլորով իրենք մեզ ասել են, որ բոլոր թեմաները փակ են, եւ բոլորով մեզ ասել են, որ խնդիրները լուծված են։ Խաղաղությունը եկել է, դա իրողություն է, դա ստեղ է, խաղաղությունը արդեն եկած է։ Եվ հիմա այսօր այդքան ամիս անց ինքը ասում է, ես օրինակ լրագրողների հետ առաջարկում եմ սա թարգմանեն, Ալիևին առաջարկեն, մենք ճանապարհային քարտեզ մշակենք, միասին այս երկու հարցերը փակենք։ Այսինքն, պարոն վարչապետ, բա որ նախաստորագրում եք պայմանագիրը, որի նախապայման ԵԱԿ Մինսկի խմբի ամբողջ փաթեթը, ԵԱԿ Մինսկի խումբը լուծարելու թուղթ եք ստորագրում։
Բայց ժամանակ չէի ասում Ալիև դու էլ Արևմտյան Ադրբեջանի թեման փակի ես ստորագրեմ։ Չնայած որ մեկը մյուսի հետ կապ չունեին։ Այսինքն դուք միակողմանի բոլոր թեմաները փակել եք, պարոն վարչապետ։ Առանց Հայաստանի վերաբերյալ նրանց թեմաները փակելուն հասնելու։ Այսինքն դուք միակողմանի տվել եք էլի ամեն ինչ ու չեք ստացել ոչինչ։ Ոչինչ չեք ստացել։ Հիմա Ալիևին առաջարկում եք ճանապարհային քարտեզ, ընդ որում այդ առաջարկը չեք անում Ալիևի հետ բանակցելուց։ Լրագրողների միջոցով եք անում։ Ով է լրագրողների միջոցով ում հետ բանակցել, որ դուք տենց բան եք բանակցում, ուզում եք հարց լուծեք։ Ով է տենց բան արեն ընդհանրապես։ Աշխարհում որտե կա տենց փորձ։ Ես ուղղակի խելագարվում եմ, էլի չգիտեմ ինչ բան անեմ։ Մյուսը Ադրբեջանն այնքան խելացի է, այնքան խելացի քաղաքականություն է վարում, որ նրա դիմաց կանգնած մեր մարդիկ, այս ովքեր որ կան, նրանք բացարձակապես չեն կարող այն մարտահրավերները, որ ունենք դրա դեմ առնել, որովհետև մենոնք սկսելու են ասել, որ դուք տարածքային պահանջ ունեք, որը անգրագիտություն է։ Ադրբեջանը ուրիշ բան է ասում, նարատիվը ուրիշ ձևով ազարգացնում, որ հետո փաստի առաջ է ձեզ կանգնացնելու, մեզ, եւ արդեն կանգնացրել է։ Ինքը ասում է, եղբայր, ես ուզում եմ խաղաղ վերադառնամ, թող ես գամ, թող ես հետ եմ գալիս, ուզում եմ գամ, տներս տվեք, գալիս եմ ապրեմ։ Ես ասում եմ, ձեզ որևէ քարտեզով չեմ ճանաչում, Ադրբեջանը ուշադիր եք, Հայաստանի Հանրապետությունը որևէ քարտեզով չի ճանաչել, որևէ չկա այդպես քարտեզ, որ մեզ ճանաչել է։ Այսինքն բոլորը ձեզ խաբում են, որ ասում են մեզ ճանաչել է։ Հայաստանն է ճանաչել, էլի միակողմանի։ Հիմա ինքը ասում է, այն տարածքը, որը որ կա, մենք գանք այդտեղ ապրենք, թողեք մենք գանք այդտեղ ապրենք, մենք իրավունք ունենք այդտեղ գալու։ Եվ այս թեման շարունակելու պարագայում նույն Եվրոմիությունը, նույն Միացյալ Նահանգները, միջազգային ամբողջ հանրությունն ասելու է, այ Հայաստան, բայց ինչի ես դեմ։ Ինչ խնդիր կա, տարածքը ճանաչում են, իրանք ասում են, չնայած քարտեզ չկա, հետո քարտեզը, այդ դելիմիտացիայով բանով կնայեք, թող իրանք գան։ Հետեւաբար դուք սխալ եք պատասխանում իրանց բերած հարցին։ Դուք հարցին պատասխանում եք, sense որ իրանք ունեն տարածքային պահանջներ մեզանից։ Եվ sense սխալ ձևով կառուցելով փաստարկը հասնում եք սխալ տեղ, որտեղ լինում է կործանում, կորուստներ, պատերազմ, զոհեր։ Դուք քանի անգամ կարաք այդ նույն բանը անեք, ես էլ չեմ հասկանում։ Կամ ոնց կարելի է լավ գնալ Վաշինգտոն, սաղ այդ թղթերը ստորագրել, Տրամպի մոտ չփակել այդ հարցը, բոլոր Ադրբեջանի վերաբերյալ հարցերը փակել ԵԱԿ Մինսկի խմբով բանով, հետ գալ ստեղ ամիսներ անց դա ստեղ չէ Գերմանիայում, բայց մեր լրագրողներին է մեկը ասել, մեր լրագրողների միջոցով փորձել Ալիևի հետ բանակցել։ Ալիևը պետական քաղաքականություն է վարում, պետական քաղաքականություն, պետական ֆինանսավորում Արևմտյան Ադրբեջանի թեման։ Վերջերս եղավ կոնֆերանս Արևմտյան Ադրբեջանի թեմայով, վերնագիրն էլ վերադարձ հայրենիք, պատմական հողեր եւ այլն այդտենց մի բան։ Որտեղ Ալիևը ելույթ ունեցավ, ասեց հայերը բարբարոսություններ են արել, մեր մշակույթը ոչնչացրել են Արևմտյան Ադրբեջանի տարածքում, այսօրվա Հայաստան ասում է, դա համար պետք է նախ պատասխան տան դրա համար եւ երկրորդ մենք պետք է խաղաղ վերադառնանք։ Մենք պատերազմ չենք ուզում, խաղաղ գալու ենք ախպեր։ Դու դրա դեմ ինչ ես զարգացնում, ինչ միտք ես զարգացնում։ Դու դրա դեմ բերեմ ես մի հատ հարց ես ուզում փագես, որ արդեն փագել ես ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումով, որը բացարձակ կապ չունի այդ հարցի հետ։ Դուք ես խելքով ես ձևով, ես մարդկանցով, ո՞նց եք ուզում ես մարտահրավերների դեմը առնեք։ Ո՞նց։ Ես չգիտեմ ինչ ասեմ ուղղակի, ես ասենք ես ներվահան ենք լինեմ, բան ենք անում, բայց առաջարկում եմ Ադրբեջանին զուգահեռաբար բան անենք։ Որ Ալիևին հանդիպել եք, 1000 տեղ հանդիպեցիք ես վերջերս։ Բայց ինչ էիք խոսում։ Ինչ էիք խոսում, ինչ եք բանակցում։ Բայց չեք փագել սա հարցերը, ոնց եղավ որ այդ հարցերն էլի կան։ Ընդ որում, այն որ հարցը կասում, դե դեռ պետք է հասկանանք, այս որ Հայաստանում խոսում են Լեռնային Ղարաբաղ վերադարձից, դրա պատճառով է որ իրանք էս Արևմտյան Ադրբեջանում են։ Ամենջեմի չեք հասկացել, դուք ԵԱԿ Մինսկի խումբը լուծարել եք, իրանք շարունակում են նա ասել։ Հետեւաբար մեկը մեկի հետ փոխկապակցված չի։ Դուք ինչ ունեք, հանձնեք, մեկը իրանք ասելու են, չէ մենք պետք է վերադառնանք։ Եվ դուք ցնծում եք, որ հացահատիկ եք առնում Ադրբեջանից, նավթ եք առնում, Հայաստանի Հանրապետության ժողովրդի փողը տալիս եք այդ նավթը առնում եք, այդ փողին իրանք զենք են առնելու վաղը մեր վրա կրակելու են։ Դուք ինչքան հասկանում եք, այդ ինչի վրա եք ցնծում ուրախանում։ Նավթ առնել ուրիշ տեղ չունեք, հացահատիկ առնել ուրիշ տեղ չունեք, թշնամու խես տանեմ փող տալի, որ ինքը իր նես չոր փող չունի, բայց օքեյ սիմվոլիկ էլա, չէ։ Այսինքն մենք փող ենք տալի, որ մեզ գան սպանեն այդ փողով։ Այդ փողով առած զենքով, ով է աշխարհում sense բան անում։ Ով է sense տխմարություն, ով է sense տգետ քաղաքականություն վարում աշխարհում։ Ով է անում, էլի բադ երկիր ասեք,
որ sense բաներ ա արել ու հասել ա որևէ արդյունքի, կարակ ասեք։ Հերիք այլ է, ասենք ես չգիտեմ էլ որ մի քանի հատ բան կա մեջբերումն իմաստ կա, չգիտեմ, իմաստ ունի մեջբերումներ անել, իմաստ չունի։ Բոլորը նայել եք գիտեք։ Քանի անգամ ասենք, ես ուզում եմ էլի ասեմ, կառավարությունում կա մշակված փաթեթ, որ Ադրբեջանից փախստական դարձած հայերի իրավունքները եւ Հայաստանից գնացած էլի փախստական դարձած ադրբեջանցիների իրավունքները դրանք են հորիզոնական։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դրա հետ կապ չունի, պետք չի իրար հետ կապել եւ անհնար է իրար հետ կապել, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Լեռնային Ղարաբաղում խորհրդային միության ժամանակ ունեցել է ինքնավարություն։ Եվ դա հզոր զենք է մեր ձեռքին, որ Ադրբեջանը ոչ մի բան չկարենա մեզանից պահանջի։ Ուղղակի այդ հզոր զենքով կարա օգտագործի։ Իմ նման մարդ, իմ նման ավելի, չգիտեմ, գրագի ավելի կիրթ, ավելի խելացի մարդիկ։ Չեմ ասում ես, որ չասեք, ինքն իր գլուխն է գովում։ Այն մարդիկ, որ մինդե են, որ սա զբաղվեն, չեն կարա զբաղվել, չեն կարանու։ Ու դուք էլի ուզում եք նորից վերընտրվեք, որ այս խելքով գնաք բանբանակցեք բան անեք։ Լրագրողների միջոցով բաներ բանակցեք։ Այս եղած երկիրն եք կործանելու ավարտին հասցնեք։ Էսա ուրիշ ոչ մի բան։ Այսինքն այս իր գործը, այս է իր գործը, այս խնդիրը պետք է ինքը լուծեր, ինքը ճանապարհային քարտեզը ներկայացրել կաթողիկոսին փոխելու։ Հա դու ի՞նչ կապ ունես, դու կաթողիկոսի գործերի հետ ի՞նչ կապ ունես։ Լա այս քո հարցերն ես որ գնացել ես Ամերիկա, լուծար ես, աղ վարի տվեք, կործան է։ Այդ հարցերի պատասխանները տվեք։ Սիրելի հայրենակիցներ, մենք վատ վիճակում չենք։ Մենք կարող ենք այս վիճակից դուրս գալ։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Ոչ մի գրամ մի կասկածեք, որ կարող ենք այս վիճակից դուրս գալ։ Բոլոր հնարավորությունները կան։ Բոլոր իշխանությունները չունեն այնքան ձայն, որ վերընտրվեն։ Եթե ընդդիմությունը համախմբված պայքարի, ընտրություններով կարելի է այս իշխանությունը փոխել ու բրցնել Ալիևի արևմտյան Ադրբեջանից էլ այդ բանը մեր փողերով իրանց փող տալ, որ իրանք զենք առնեն, մեզ սպանեն դրանից է։ Վերջապես իրավիճակը փոխել եւ կարգավորել հարաբերությունները բոլորի հետ։ Նորմալ հարաբերություններ ունենալ Վրաստանի հետ։ Ասենք նորմալ կարգին առողջ երկիր կառուցել։ Ոչ թե ասենք սարքել երկիրը բան, ինչ որ մարդկանց ասենք ովքեր որ խոսացել են Թալանից, իրանք դառնեն Թալանչի։ Օրական մի հատ սկանդալ է առաջանում այս երկրում։ Գեդինը մտնելու փոխարեն ասենք ելնում են բանը, խոսում են նախկինների Թալանից։ Դուք նախկինների Թալանը թողած նոր դուք եք Թալանում։ Արդեն ես ժողովուրդ ես երկիրը, այս մարդիկ դվայնոյ են վճարում այս երկու բանի համար։ Ոնց կարա sense բանը լինի։ Սա ուզում ասեմ, սիրելի հայրենակիցներ, որ բացարձակապես մի վախեցեք։ Մենք կարող ենք այս վիճակից հանել։ Խելքով, փորձով, մեր դաշնակիցներով, Միացյալ Նահանգները կանգնել է կողքներիս դաշնակից, Եվրոմիությունը հայտարարություն ընդունել, Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրել, բանա, Ադրբեջանի ԱԳՆ դատապարտում այդ փաստաթուղթը ասում է հակասման խաղաղության օրակարգին։ Այսինքն այսօրվա իշխանության առած բանը մի բանի մասին է, որ մենք դառնալու ենք Ադրբեջանի կողմից ղեկավարվող պսևդոպետություն։ Ոնց կարա հարևան երկիրը որոշի, որ մենք ԵՄ-ի հետ ինչ ստորագրենք, թե չստորագրենք։ Ես որ ասում եմ 7-րդ հոդվածով նախաստորագրված պայմանագրի դիտորդներին հանելու են Եվրոմիության, ասում են ալավ էս ինչ ես ասում, այս ինչեր եք ասում։ Տեսակ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության։ Ու այս մարդիկ եթե մնան իրանք հանելու են ժողովուրդ ջան։ Իրանք հանելու են։ Լավ, թեմայից չշեղվենք շատ։ Հույս կա, որ այս վիճակը կարող է շտկվել, ես լավատեսորեն եմ տրամադրված եւ մենք այդ աշխատանքը տանելու ենք, համախմբելու ենք բոլոր ուժերին եւ կարողանալու ենք համախմբված ընտրությունների միջոցով խաղաղ, հանգիստ, հանդարտ այս իշխանությունը փոխել։ Լավ մնացեք, տարածեք այս տեսանյութը, ձեր կարծիքը գրեք Արևմտյան Ադրբեջանի, Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, չգիտեմ, այս քննարկված հարցերի վերաբերյալ եւ կիսվեք տեսանյութով բազմապատկեք, որ բոլորը դիտեն։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։